Բարի երեկո, եթերում Երգերքոցն է։ Հաճախ կարող է թվալ, թե աշուղների ժամանակն անցել է, բայց իրականությունն այլ է։ Ժանրում այսօր կա նոր շնչառություն։ Այո, նույնիսկ արհեստական բանականության դարում հայ աշուղական արվեստը պահպանվում ու զարգանում է։ Վերջերս դրա մասին շատ առիթներով ենք խոսում։ Այսօրվա հերոսները ծնունդով ու էությամբ ջավախքից են։ Նրանց աշխարհընկալումն ու գեղագիտությունը գալիս է Փարվանա ու Սաղամո լճերի ափերից, Հանճարեղ Տերյանի, Տերենիկ Դեմիրճյանի, Ջիվանու, Հավասու աշխարհից։ Եվ այսօր այդ փառավոր անունների շարքը լրացնում ենք եւս երկու լուսավոր անունով։ Նրանք հասուն տարիք ունեն, բայց իրենց եռանդով ու երգով շատերի համար շարունակում են մնալ երիտասարդ։ Նրանց ներկայությունը կզարդարեր ցանկացած համերգ ու հավաքույթ։ Ամենահաճելին այն է, որ այսօր նրանք հենց այստեղ են մեր տաղավարում։ Երգերքոցում Ջավախքյան օր է։ Մեզ հետ են մեր օրյա աշուղներ Աշուղ Լեյլին եւ Աշուղ Ալիկ Ջավախքը։ Ողջունենք նրանց։ Նրանց երգերը հնչեցնելու են երիտասարդ երգիչները եւ դա հրաշալի է։ Ավանդույթը շարունակվում է։ Երգերը հուզում են նոր սերնդին, իսկ նրանք իրենց զգացածը փոխանցում են մեզ։ Իհարկե, ամենաշատը հենց հեղինակներն են սրտատրոփ սպասում այս կատարումների։ Ալիկ Ջավախքը այս տարի նշում է իր 75-ամյակը։ Մենք էլ միանում ենք նրա հարազատների ու երկրպագուների շնորհավորանքներին։ Հիմա հնչելու է մի երգ, որը նվիրված է նրա պաշտելի ծննդավայրին, ներշնչանքի աղբյուր Ջավախք աշխարհին։ Ջավախք իմ վար օրորավ, հերոսների տուն և փառքաղթական, ճախրամ քեզ արդոնք երկին տասխալից, սիրենք այգաբաց սով երգխանդալից, Ջավախք քեզ մատաղ, լեռներիդ մատաղ, կան զավակներին արծին ու անվախ, Ջավախք դյութ ազում, քաջերիդ մատաղ, որ հերոսաբար հասել են արցախ, Ջավախք դյութ ազում, քաջերիդ մատաղ, որ հերոսաբար հասել են արցախ։ Անչը քո Ջավախք միշտ անկին ու սուրբ, այնքան հոգեթով թափանցող ու նուրբ, հատված օգուս ոսկե խոր լարին, որ սանում էին երկն աստվածային, Ջավախք քեզ մատաղ, լեռներիդ մատաղ, քան զավակներիդ արծիվ ու անվախ, Ջավախք դյութ ազում, քաջերիդ մատաղ, որ հերոսաբար հասել են արցախ, Ջավախք դյութ ազում, քաջերիդ մատաղ, որ հերոսաբար հասել են արցախ։ Իդեպ հետաքրքիր էր իմանալ, որ Աշուղ Լեյլիի տվյալներով իր տոհմը փառավոր Բագրատունիներից է։ Թովմաս Պողոսյանը ինչ-որ առիթով ասել է, որ Աշուղ Լեյլիին գնահատում են որպես 21-րդ դարի շերամ։ Այս գնահատականը կարող է նաև շռայլ թվալ, բայց հավատացեք, չկա ավելի գեղեցիկ բան, երբ քեզ գնահատում են մասնագետները, գործընկերները, մարդիկ, ովքեր ամենօրյա կապ ունեն քո ստեղծագործության հետ։ Նազդ անուշ, սիրտն անարատ, չունենաս
քեզ սիրուն զարթես անմահական այգու վարդես իմ դարդերի հուր կանչերի լեյլու վերքի դեղն ու ջարնես իմ դարդերի հուր կանչերի լեյլու վերքի դեղն ու ջարնես դու աննման եղնիկ սարի կարոտել եմ տունը սարի դու աննման եղնիկ սարի կարոտել եմ տունը սարի սիրո հույսով արդին բույրվեր Նասմյանի գիրկը սարի սիրո հույսով արդին բույրվեր Նասմյանի գիրկը սարի Նասմյանի գիրկը սարի Լեյլի Եփրիկյանը աչք է բացել երաժշտական միջավայրում։ Ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը մայրն էր, որը համալսարանական կրթությամբ երաժիշտ էր։ Նաև եղբայրը Վախթանգը, որ նվագում էր շվի, դուդուկ, զուռնա։ Մանկությունն անցել է Ջավախք աշխարհի Նինոցմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի գեղատեսիլ սարերի լանջերին։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է հայրենի գյուղի դպրոցում որպես երգի ուսուցչուհի։ Աշուղ Լեյլին ստեղծագործել է մանկուց, աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, Թովմաս Պողոսյանի հմուտ ղեկավարման ներքո։ 2003 թվականին Լեյլի Եփրիկյանը ձեռնադրվել է և ստացել Աշուղ վարպետի կոչում Աշուղ Լեյլի անունով։ 2004 թվականին լույս է տեսել նրա Կարոտի թևով խորագիրը կրող առաջին գիրքը, իսկ 2009-ին Խաս բաղի մեջ ժողովածուն։ Տիկին Լեյլին 6 զավակների մայր է։ Ալիկ Ջավախքի երգերը հայ են պահում ողջ Ջավախքը։ Նրա երգերը նաև ոսկե կամուրջ են Վրաստանի և Հայաստանի միջև։ Նրա մասին իր գործընկերուհին Աշուղ Լեյլին գրել է. Նրա լանջին ման է եկել հավասին, ժողովուրդը շատ է սիրել Աշուղ Ալիկ Ջավախքին։ Ալիկ Ջավախքցին և հրաշալի աշուղ է և փայլուն մշակութային գործիչ, որը բացառիկ մեծ գործ է անում։ Նա իսկական հետևորդն է Ջավախքի մեծ անունների։
Գեղեցիկ են ծաղիկները ջավախքին, հիշեցնում են աչիկները իմ յարին, գույներն ասես նկարել է Սարյանը, ախ նրանցից փունջ է կապել իմ յարը, գույներն ասես նկարել է Սարյանը, ախ նրանցից փունջ է կապել իմ յարը, ուշ է գալիս մեր ջավախքում գարունը, սիրուն սար է հույսի լալ է աբուլը, նրա լանջին ման է եկել հավասին, ժողովուրդը շատ է սիրել աշուղին, նրա լանջին ման է եկել հավասին, ժողովուրդը շատ է սիրել աշուղին, ժողովուրդը շատ է սիրել աշուղին։ Աշուղ Լեյլիի իսկական անուն ազգանունը Լեյլի Եփրիկյան է։ Նրա ընտանիքն ընդհանուր առմամբ երաժշտական էր։ Հիշում է, ինչպես էր ամեն առավոտ արթնանում եղբոր Վախթանգի նվագած զուռնայի ձայնից։ Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, որ Աշուղ Լեյլին Բոգդանովկայի կուլտուրայի պալատում թատերական ներկայացումներ է խաղացել, օրինակ խաղացել է Անուշ, իսկ Շիրվանզադեի Չար ոգու մեջ խաղացել է Սոնա։ Պարզ է, Աշուղը նաև արտիստ է, նա էլ բեմի մարդ է եւ դերասանի փորձառությունը կարծում եմ ավելի է հարստացրել Տիկին Լեյլիի բեմական զինանոցը։ Նայիրուհի համեստ աղջիկ եղանի, արևույներ ծաղկետ հունջը ցանկալի, արշալույս մավ արժպիտներ քո սրտի, մեծ արանքեր համեստ առած խոսքերի, երգեմ հյուսել համեստ աղջիկ ես համար, ուզում եմ երգել ծովույզերը տան համար, քո բուրբունքով ում էլ որ դու մտնես, մեծ արանքի խոսքը լսես քեզ համար, քո բուրբունքով ում էլ որ դու մտնես, մեծ արանքի խոսքը լսես քեզ համար։ Սիրց ու հոգիս քո վարմունքով շոյեցի, Աշուղ Լեյլու սրտում խարույկ վառեցի, իմ այրական սիրտը սիրով լցրեցի, երգեմ հյուսել համեստ աղջիկ ես համար, ուզում եմ երգել ծովույզերը տան համար, քո բուրմունքով ում էլ որ դու մտնես, մեծ արանքի խոսքը լսես քեզ համար, քո բուրմունքով ում էլ որ դու մտնես, մեծ արանքի խոսքը լսես քեզ համար, մեծ արանքի խոսքը լսես քեզ համար։ «2000 թվականին Ալիք Ջավախքը հիմնադրեց Ջավախք ազգագրական երգի պարի անսամբլը։ 2006 թվականին Երևանում հանդիսավոր կերպով նրան շնորհվեց Աշուղի կոչում։ Նրա անվան վերջին Կ-ն փոխվեց Ք-ի եւ դարձավ բանաստեղծական գեղեցիկ անուն։
Տիկին Լեյլին պատմում է, որ առանց հոր է մեծացել, նրա դեմքը աղոտ է հիշում, ընդամենը 1 տարեկան է եղել, ընդհանրապես նա շատ մեծ հաճախ հսկայական փորձություններով է անցել, նա իր երգերում փորձում է փոխանցել իր ողջ զգացողությունները կյանքի նկատմամբ, այն անում է ազնվորեն ու մեծ տաղանդով։ Խազբաղի մեջ ավաղ կարոտից հոգնած հարվեցի վարդերին դարդերից երված այնտեղ վար հուշերիս գիրքն էր բացված թերթեցի ամբողջը արցունքով գրված թերթեցի ամբողջը արցունքով գրված էլ երկս չեր լսվում արև սերգունա Չիգյարովս գնամ կանգա Բաղդիս ալխնձորներ ծովներ անհատակ Միայն երկս մնաց իբրև հիշատակ Միայն երկս մնաց իբրև Գիշեր ու զոր խաղեմ կանչում անդադար Ախամսոս ձեռքերիս չունեմ խոսողար Ոչ մի հեքիմ չունի խոր վերքերիս չար Միայն երկսե պալասան դարդերիս համար Ոչ մի հեքիմ չունի խոր վերքերիս չար Միայն երկսե պալասան դարդերիս համար Ախ իմ անուշաբույր հայոց Վուրաստան Բուրավեց աղբունքս ոգեցին տարան Ամբուր մնացավքն ու սիրուն այգեպան Թերի չթողնես Լեյլի իղձն աշուղական Ամբուր մնացավքն ու երգող այգեպան Թերի չթողնես Լեյլի իղձն աշուղական Թերի չթողնես Լեյլի իղձն աշուղական Ալիկ Քսպոյանը նույնպես ջավախք աշխարհի ծնունդ է։ Մանկությունն անցել է Նինոցմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում, ավարտել է Բլագովեշչենսկի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական բաժինը։ 1989 թվականից Ախալ քաղաքի մշակույթի տան տնօրենն է եւ ղեկավարում է Ջիվանու անվան աշուղական դպրոցի մասնաճյուղը։ Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ Երբ Ալիկ ջավախքին շնորհավորելու են գալիս դրա նախկին ու ներկա սաները, ծննդյան ցերեկույթը սկսվում է եւ ընթանում հենց աշուղի սաների կատարումներով։ Բացման հանդիսավոր խոսքն էլ ինքն է ասում։ Եվ աշուղը ամեն անգամ զսպելով հուզմունքը շնորհակալություն է հայտնում իր սաներին նման անակնկալի համար, ասելով, որ իր միակ ու ամենամեծ ցանկությունն է, որ իր սաները բարձր պահեն ջավախք աշխարհի անունը։ Աշուղ Ալիկ Ջավախքը 200-ից ավելի երգերի հեղինակ է։ Վրաստանի հայ գրողների վերնատուն միության անդամ եւ պարգևատրվել է Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ մեդալներով։ Նրան շնորհվել է արվեստի նվիրալի կոչում։
աշխարհի հինավուրց քաղաք աստղազարդ երկնով զովաշունչոթյա ինչքան անգամ են ասպատակել քեզ որ դամերը լիրտ ժանտու սևերես ինչքան անգամ են ասպատակել քեզ որ դամերը լիրտ ժանտու սևերես ողորթոց ուրախ զվարթ երկերում ամեն համերում ու խնջույքներում լսվում է գովքըջ շքեղ բովանդակ հնից քաջատուն իմ ախալքալակ լսվում է գովքըջ շքեղ բովանդակ հնից քաջատուն իմ ախալքալակ իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք, հնից քաջատուն իմ ախալքալակ իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք, հնից քաջատուն իմ ախալքալակ Թափառման գետն է քեզ օրոր ասում Լեռների հողներ նրան ձայնակցում Աբլարի ջուրը սառն է կենարար Գցոլա բջի դալմաստ ու գոհար Աբլարի ջուրը սառն է կենարար Գցոլա բջի դալմաստ ու գոհար Ողորթոց ուրախ զվարթ երկերում ամեն հանդերում ու խնջույքներում լսվում է գովքըջ շքեղ բովանդակ հնից քաջատուն իմ ախալքալակ լսվում է գովքըջ շքեղ բովանդակ հնից քաջատուն իմ ախալքալակ իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք հնից քաջատուն իմ ախալքալակ իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք հնից քաջատուն իմ ախալքալակ Ուրախ զվարթ երկերում ամեն հանդերում ու խնջույքներում լսվում է գովքըջ շքեղ բովանդակ հնից քաջատուն իմ ախալքալակ լսվում է գովքըջ շքեղ բովանդակ հնից քաջատուն իմ ախալքալակ իմ հայի քաղաք, իմ բարի քաղաք հնից քաջատուն իմ ախալքալակ հայի քաղաք, իմ բարի քաղաք, հնից քաջատուն իմ ախալքալակ, հնից քաջատուն իմ ախալքալակ Աշուղ Լելին ասում է, որ ցավից են աշուղ դառնում Նա վիթխարի մեծ կորուստ է ունեցել, որդին զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, բայց տիկին Լելին արժանապատվորեն է տանում իր ցավը և հպարտանում է իր զավակով։ Ալեկոծվել է Նորից սիրտս ընկել է սիրավոր կասկիտ յանես խրոված բաղ ձերքետ խոցված հոգիս կարոտից դարձել է կախլի ուսավոր սիրուց բունը քանդեցի երկող ավքերի
զատեցի ով բախտան արդար արցունքն աչքերիս կուլամանդաթա Yarez zadesir o baxtan artar İçkan yargan Lali sever kız İçkan havası İzade yer kız Dajan çarkami Da eleber kız Aşık Leyli Ali Sevka Usanır Sirus Buna kandesi Yer konav ke Zul spareci Aczuknaczkeris ulamandata Yare zadeci o baxtan artar Aczuknaczkeris ulamandata Yare zadesir o baxtan artar Yare zadesir o baxtan արթար 2007 թվականին Ալիք Ջավախքի նախաձեռնությամբ առաջին անգամ ախալքալաքում բացվեց Աշուղական դպրոց։ Այս դպրոցում նրա ղեկավարությամբ գործում է Աշուղական անսամբլ, որը կրում է Մեծն Ջիվանու անունը։ Նրա ջանքերով Ջավախքում ստեղծվեց նաև մանկական թատրոն։ Նա Վրաստանում ճանաչվել է նաև աշխարհում Պարի դեսպան կոչմանը։ Parki
Նույնիսկ իրավամբ կարելի է համարել հայ աշուղական երգի մի շատ կարևոր օրրան։ Միայն Ջիվանու եւ Հավասու խնկելի անունները բավական են ասվածը հաստատելու համար։ Ջավախքը շատերն են անվանում միստիկ խորհրդավոր աշխարհ։ Ամենամեծ ջավախցու Վահան Տերյանի բանաստեղծական ներշնչանքի ակունքն էլ իր յուրօրինակ հայրենի բնաշխարհն էր։ Թումանյանը 1913 թվականին ահա թե ինչ է ասել այդ մասին. Ես եղել եմ այն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, եւ կարծես թե նա լիքն է այն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Հավանաբար Թումանյանի նկարագրած պատկերներից է նաև այդքան բեղմնավոր դարձել ջավախքի նաև տաղանդավոր աշուղներ Լեյլիի եւ Ալիք ջավախքի ստեղծագործական տաղանդը։ Աշուղ Լեյլին էլ ետ չի մնացել Ալիք ջավախքից։ Նա էլ ստեղծել է Ջավախ կանոնով երգի պարի անսամբլը, որը հաղթող է ճանաչվել շատ փառատոներում։ Նա կրթությամբ բանասեր է եւ չնայած արդեն ուներ 6 զավակ, ինստիտուտն ավարտել է առանց տարկետում վերցնելու։ Պատկերացնում եք ինչ ամուր կամքով է օժտված տիկին Լեյլին։ Սիրտս կրակ, սերս խարույկ, ասեր յարիս ու տարել, իր նազերով հակիս կերեց, ճանես կդրավ, սիրտս մարեց, յարս ծաղկած, գարում սիրեց, նրան վարդիր ուր տարել, յարս ծաղկած, գարում սիրեց, նրան վարդիր ուր տարել։ Ես պարտեզներ, դու մի ծաղիկ, ես կատնախբյուր, դու ծարավսիկ, Լեյլու սրտից, անսիր յարից, սերաղբյուրից ջուր տարել, իր նազերով հակիս կելեց, ճանես կդրավ, սիրտս մարեց, յարս ծաղկած, գարում սիրեց, նրան վարդի ուր տարել, յարս ծաղկած, գարում սիրեց, նրան վարդի ուր տարել։ Ծաղկած, գարում սիրեց, նրան վարդի ուր տարել, յարս ծաղկած, գարում սիրեց, նրան վարդի ուր տարել, նրան վարդի ուր տարել։
Տիկին Լեյլին պատմում է, որ շատ տարիներ առաջ բանասիրականում ընկերները լավ չեն պատրաստվել քննությանը եւ գիտեք ինչ է խնդրում դասախոսին։ Ասում է, եթե նրանց դրական գնահատականներ դնեք, ես հենց հիմա համապատրաստից մի բանաստեղծություն կհորինեմ ու կնվիրեմ։ Ուսանողները սարսափած սպասում են, թե ինչ է լինելու, արդյոք Լեյլին կկարողանա դա անել։ Եվ խնդրեմ, տեղնուտեղը մի բանաստեղծություն է հորինում, արտասանում դասախոսի որդու մասին։ Դասախոսը տեղի է տալիս եւ դնում բոլորին դրական գնահատում։ Աչքս ընկավ ուսիդ խալի մարալ աղջիկ ումնես դու մարմար կրծքիդ տաքուկ խալի մարալ աղջիկ ումնես դու ոնց չնայեմ ծնկից ալի մարալ աղջիկ ումնես դու մարալ աղջիկ ասա ասա ումնես դու ոնց չնայեմ ծնկից ալի մարալ աղջիկ ումնես դու մարալ աղջիկ ասա ասա ումնես դու աչքս ընկավ ուսիդ խալի մարալ աղջիկ ումնես դու մարմար կրծքից տաքուկ խալի մարալ աղջիկ ումնես դու ոնց չնայեմ ծնկից ալի մարալ աղջիկ ումնես դու մարալ աղջիկ ասա ումնես ասա ումնես դու ոնց չնայեմ ծնկից ալի մարալ աղջիկ ումնես դու մարալ աղջիկ ասա ումնես դու Գերմանքդ մարալ աղջիկ ումնես դու Դոսիկ տվող այտը տունքդ մարալ աղջիկ ումնես դու Վարդի թերթի կան շրթունքդ մարալ աղջիկ ումնես դու Մարալ աղջիկ ասա ումնես դու Վարդի թերթի կան շրթունքդ մարալ աղջիկ ումնես դու Մարալ աղջիկ ասա ումնես դու Քո հայացքը ինձ գերել է մարալ աղջիկ ումնես դու Այսօր ինչքան համբերել է մարալ աղջիկ ումնես դու Մտքով գրկել համբուրել է մարալ աղջիկ ումնես դու Մարալ աղջիկ ասա ումնես դու Մտքով գրկել համբուրել է մարալ աղջիկ ումնես դու Մարալ աղջիկ ասա ումնես դու Մարալ աղջիկ ասա ումնես դու
Աշուղ Լեյլիի ստեղծագործական կյանքի ամենակարևոր ու առաջին ներշնչանքը մայրն է, նրա ներկայությունը, սերն ու հոգատարությունը դարձել են այն հողը, որի վրա ծլեց Լեյլիի երգը։ Եվ ամեն մի մեղեդու խորքում, ամեն մի բառի մեջ զգացվում է մոր շունչը։ Մայրը նրա համար եղել է լուսավոր ուղեկից, անսպար զորություն ու անփոխարինելի տաքություն, որից ծնվել են ամենահուզիչ ու անկեղծ երգերը։ Սիրելի բարեկամներ, այսպիսով մոտեցանք մեր աշուղաշունչ երեկոյի ավարտին։ Հույս ունեմ դուք էլ ինչպես մենք վայելեցիք այն երգերն ու պատմությունները, որոնք ծնվել են Ջավախքի անսպառ հոգևոր հողից։ Այսօր մենք տեսանք երկու անմիջական սրտաբուխ ու անխոնջ մարդկանց, ովքեր շարունակում են Ջավախքի աշուղական մեծ ավանդույթը, արժանապատվորեն լինելով Ջիվանու եւ Հավասու հետևորդները։ Նրանք սիրում են իրենց Ջավախքը, սիրում են իրենց Հայաստանը, սիրում են իրենց երգը։ Իսկ մենք էլ նրանց ենք սիրում, որովհետև նրանց յուրաքանչյուր բառ ու հնչյուն անկեղծ է եւ սիրով լեցուն։ Տարիները նրանց միայն փորձ են տվել, բայց ոչ երբեք ծերություն։ Նրանք շարունակում են մնալ երիտասարդ, որովհետև իրենց սրտերում միշտ տրոփում է կյանքը։ Եվ այսօր էլ իրենց երգերով նրանք ոչ միայն հուզեցին, այլև ուսուցանեցին մեզ, դարձնելով մի փոքր ավելի լուսավոր, մի փոքր ավելի հարազատ այս աշխարհին։ Նրանց երգերը մաքուր ակունքներից են գալիս։ Դրանք ծնվում են այն ամպերից, որոնք իջնում են Փարվանայի հայլանման ջրերի վրա եւ նույն հանդիսավորությամբ վեր են բարձրանում երկինք։ Դրանք գալիս են անմահ Տերյանի ոսկե հունչ պոեզիայի շնչից, այն լեզվով, որով մենք բոլորս փորձում ենք խոսել ու ապրել։ Դե ինչ խոսքերն իսկապես ավելորդ են, դուք հենց նոր զգացիք աշուղական արվեստի ամբողջ հմայքն ու կախարդանքը։ Երգերքոցի այս թողարկման հյուրերն էին Ջավախք աշխարհի մերօրյա աշուղները, Աշուղ Լեյլին եւ Ալիք Ջավախքը։ Միշտ նոր հանդիպում։